Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Երևանի հավերժական եւս մեկ թեմայի մասին, խցանումների մասին։ Զրուցելու ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես Երևանը շարունակում է խեղդվել խցանումների մեջ եւ քաղաքապետարանը երթևեկը կառավարելու համար որոշել է ստեղծել հիմնարկ։ Մի տեսակ ուշացած չէ այդ հիմնարկի ստեղծումը, եթե հաշվի առնենք, որ Երևանը զարգացել է եւ զարգանում է առանց հստակ վերլուծությունների եւ քննարկումների։ Նախ առաջինը սկսենք նրանից, որ Երևան քաղաքը այս պահին կառավարում է փոքրամասնության կողմից ընտրված քաղաքապետը, որը ոչ լեգիտիմ քաղաքապետ է, եւ ամենակարևորը ոչ կոմպետենտ։ Ինչի համար, որովհետեւ Երևան քաղաքում գոյություն ունեն կարմիր կետագծեր, որոնք 12000 դրամ էին։ Մարդիկ 12000 դրամ ուծում էին եւ կանգնում էին կարմիր գծերին։ Հիմա այս ՔՊ-ական իշխանությունը փոքրամասնության 12000 դրամը դարձնելով 160000 դրամ հրամցրեց մեր քաղաքացիներին, ստեց նորից, որ մենք դարձնում ենք 13 անգամ թանկացնում ենք, ինչի համար, որ կարողանանք քաղաքի խցանումները հարցը լուծի խցանումների։ Միանգամից լուծում է ստացվելու։ Մենք մեր ավականու անդամները իրենց հակադարձեցինք, ասեցինք սխալ եք ասում, սուտ եք ասում, դուք նորից ուզում եք գումար հավաքեք այս մարդկանցից, չի լուծվելու, այլ ավելի է շատանալու խցանումները։ Հիմա իրանք եկան փաստեցին նրան, որ 2 միլիարդ 100 միլիոն անցած տարի գումար են հավաքել միայն կարմիր գծերից։ Խցանումները նույն վիճակում են, այլ ավելի են շատացել, խայտարակ վիճակ։ Իսկ այս մեր ասելը, մեր իրանց այդ կռիվ տալը, որ բացատրել տեղ չէր հասնում, իսկ ինչի եկավ, ինչի իրանք փաստեցին, որ արդեն խայտարակ խցանում, որովհետև իրենց վարչապետը մնացել էր խցանումների մեջ ու չէր կարողանում կառավարության շենքից միջև ամարանոցներ գնալ կառավարական 1 ժամում է գնացել։ Հիմա իրանք հասկացել են ինչա կատարվում, հիմա նոր բան են մոգոնել։ 3 ավականու նիստի ժամանակ բերեցին եւ նոր հիմնարկ են ստեղծում, մի քանի հոգուց բաղկացած հիմնարկ, որից մարդիկ պետք է նստեն տեսախցիկների դիմաց, աշխատեն եւ կարողանան խցանումները մի կերպ թույլատրել, չի լինելու։ Հիմա այս երևանցիների վճարած турքերից, հարկերից մի հատ էլ ամսական 41 միլիոն դրամ են տալու այդ աշխատողներին, որից մարդիկ նստեն այդ կամերաների առաջ, տենան ոնց են այդ խնդիրի լուծումը չի լինելու։ Նորից հերթական մսխումն է։ Հիմնարկը ունենալու է 74 աշխատակից, տնօրենը ստանալու է 1.8 միլիոն դրամ աշխատավարձ։ Որոշ մասնագետներ մինչև 1.7 միլիոն դրամ աշխատավարձ։ Ձեր խմբակցությունը նշեց, որ այս աշխատավարձերը զգալիորեն տարբերվում են համայնքային մյուս հիմնարկների աշխատավարձերից։ Ինչն է այստեղ խնդիրը։ Խնդիրը ոչ մի բան չկա։ Ուզում են 1 միլիոն տան, ուզում են 10 միլիոն տան, ուզում են 100 հոգի դնեն։ Մի հատ հիմնարկ սարքեն, այս հիմնարկի անունը մենք արդեն դրել ենք, ANIF 2-ն է։ Հիմա տարեկան 1 միլիոն 200 000 դոլար մսխելու են երեկվանից սկսած։ Մյուս տարի այս ժամանակ դուք կտեսնեք ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու։ Իրանք կբարթեն այս տնօրենի վրա, որը պետքա ստանա 1 միլիոն 700 000 գումար, կբարթեն կասեն, այս մարդը պարավալ տվեց, չկարողացավ, վերջ։ ANIF 2 փակեցին գնացինք, սա ոչ մի լուծում չի տալու։ Երևան քաղաքում մենք ասել ենք, պետք է նոր ավտոկայանատեղիներ սարքել։ Պետք է այնպես անել, որից քաղաքը իրենք ասում են մեքենաները շատացել են։ Բա որ մեքենաները շատացել են, դուք չգիտեք, որ մեքենաները շատացել են, կարմիր գծերը 160 000 դարձում եք, ինչն էր փոխվելու։ Երևան քաղաքում նոր կայանատեղիներ պիտի սարքեք։ Իրանք այդ ասեք կանենք հիմնարկը, որ կա, իրանք էլ են հիմնարկ։ Ասեք կանենք իր այդ քարոզարշավի ժամանակ ասում են նոր ավտոկայանատեղիներ ենք սարքելու տարբեր հարկերով։ Սարքեցին, դա էլ չսարքեցին։ Կարմիր գծերը թողեցին։ Առանձնացրել են տրանսպորտային գծեր նույն պրոսպեկտում, Մաշտոցի պողոտայում։ Այդ կարմիր գծերից էլ են գումար հավաքում, բայց այդ գիծը տրանսպորտի գիծն է։ Համատեղից են գումար հավաքում, համել չեն թողում, որ այդ գիծը միշտ բաց լինի, այդ տրանսպորտը գնա։ Օրը մեջ մի փողոց փոխում են, փոփոխություններ են անում, ոչ մի օգուտ չի տալիս։ Սա եւս մեկ անգամ ոչ մի օգուտ չի տալու, սա եւս մեկ գումարի մսխման կետ է, որը որ իրանք դրա մեջ փայ են ունենալու միանշանակ, իսկ Երևանը մնալու է խցանումների մեջ։ Ըստ քաղաքային իշխանության այս հիմնարկը ինչ գործառույթներ է իրականացնելու, որ մինչև հիմա չի իրականացրել խցանումները կառավարելու համար։ Իրանք որոշել են իրենց վարչապետի հետ, որ պետքա մասնագետներ հրավիրեն, մի հատ խումբ մասնագիտական ստեղծեն, որ այդ մասնագետները հասկանան ինչի համար է այս խցանումները քաղաքում, բայց պետք չի մասնագետներ։ Ես որպես ավականու անդամ կարող եմ ասել, աջ ու ձախ շինթույլտվություններ չտայիք։
այս փոքր քաղաքը դուք աճ ու ձախ շինթույլտվություն եք տարել։ Արշակունյաց պողոտան ժամերով կարող ես կանգնել։ Ինչի համար, որտեվ ձախ կողմում ջերմուկ գրուպն է, ջերմուկ գրուպ թաղամասն է։ Հիմա այս թաղամասում սկսեցին բնակել, արդեն որ բնակեցվեց, այդտեղից դուրս է գալու օրական 1000-2000 մեքենա։ Դուք պատկերացնում եք այդ պողոտան ինչ է լինելու։ Աճ ու ձախ շինթույլտվություններ, նորակառույցներ ու ինչ եղավ, ոչ պարկինգներ նորմալ գոյություն ունեն, ոչ էլ կանատեղի։ Փոխքաղաքապետը նշել է, որ այս վարձատրությունները նկատի ունի աշխատավարձերը, որ պետք է վճարվեն, ինչ որտեղ ավելի ցածր են, քան այլ տեխնոլոգիական կենտրոններում է։ Արդար է, որ պահակները, վարորդները, էլեկտրիկները ստանան մինչև 286,000 դրամ, երբ մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների, ասենք, աշխատողները ստանում են անհամեմատ ցածր գումար։ Հիմա իրենց ոչ մի որոշում արդարացում չունի։ Երևանի քաղաքապետարանում հազարավոր աշխատողներ գոյություն ունեն։ Մի քանի փոխքաղաքապետեր գոյություն ունեն։ Հենց այդ նույն Սուրեն Գրիգորյանն է, որ այս ամեն ինչի քավորը ինքն է։ Նստած են այնտեղ, չէ՞։ Բայց եթե դուք այսքան հազարավոր աշխատողներով չկարողացաք մի կերպ լուծել այս խցանումների հարցը, հիմա նորից այս սարքել են այս հիմնարկը նրա համար, որ բարդ են վերջում, տարվա վերջ բարդ են այս մարդկանց վրա, ասեն, էս էլ արեցինք, վարչապետի ու փոքրամասնության քաղաքապետը իրար հետ գլուխի տվեցին, որոշեցին, որ հիմնարկ ստեղծեն, այս հիմնարկը ստեղծեցին, այս գումարն էլ կմսխեն, այս տուրքերից հավաքած երևանցիներին, կբարդեն իրենց վրա կգնան, բայց այնտեղ նորմալ մարդիկ կան, մեկ հավաքեք իրար հետ, ասեք մենք 160,000 դարձրեցինք, էսի օգուտ չտվեց, ով է սրա պատասխանատուն։ Մեկը պատասխանատվության կանչվեց, իրանք ինչ անում են, ինչ իրանք մոգոնում են իրանք խելքից դուրս եկած, այս Երևանի գլխին ինչ անում են, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում։ Դրա համար էս վիճակն է։ Հեսա այս էլ կտանեն, կձախողեն այս խնդիրները, չեն լուծի, նորից էլի խցանումները խայտարակ վիճակում կլինի, էլի շատ գործից կհանենք, ասեն, վերջացավ գնաց։ Դուք ակնարկեցիք իհարկե լուծումներից մեկը, բայց եկեք մի անգամ եւս փաստենք, ըստ ձեզ Երևանը երբ կբեռնաթափվի, ինչ է պետք անել Երևանի փողոցները բեռնաթափելու համար, խցանումներ չլինելու համար։ Իրենք շատ են սիրում տարբեր երկրների օրինակներ բերեն։ Նույն մեր հարևան Թբիլիսի քաղաքը։ Մի հատ գնում եք այնտեղ ման եք գալիս մի քանի օքով, ուտում խմում հետ եք գալի, ներողություն ասեմ էլի։ Մի հատ գնացեք տեսեք, մի քանի ամսվա մեջ քանի հատ էստակադա են սարքել Թբիլիսի կենտրոնում։ Կենտրոնը խցանում չկա։ Կենտրոնը համաշրջանցում են տարբեր էստակադաներով։ Մի քանի ամսվա մեջ 5-6 հատ սարքել են։ Մի հատ գնացեք նայեք, էլի, այդ կաբինետներից դուրս եկեք ձեր, որ գնացեք տեսեք ոնց են սարքում։ Բերեցիք, ասեցինք փոքր կենտրոնը այնպես արեք էստակադաներ, որ շրջանցեն։ Էդ էլ չեղավ։ Ասում ենք այդ պետական հիմնարկները, որոնք որ կենտրոնում են, որ բոլոր աշխատողները մեքենաներով են գալիս, արդեն իրար կանգնում են, մտնում են աշխատանքի վերջ, խցանումը գնաց, տեղ չկա։ Այդ հիմնարկները կենտրոնից հանեք տարեք։ Մասնավորի հետ եկեք համաձայնության, փոխշահավետ համագործակցություն արեք, բիզնես պրոյեկտ դարձրեք, թող ավտոկայանատեղիներ սարքեն, մարդիկ իրանք գումար կաշխատեն, համ Երևանը այս խայտարակ խցանումներից կլինի, համ էլ Երևան քաղաքը նոր համագործակցության մեջ կմտնի բիզնեսмен անհատ բաների հետ, բիզնեսմենների հետ։ Էդ էլ չարեցին։ Գիտեք ինչի չարեցին, որովհետև չեն կարողանում այս մարդիկ մենակ իրաց ուշքու միտքը փող, շատ փող հավաքելն է։ Հիմա կարմիր գծերից հանել են, դատարանն էլ որոշել է, որ ոչ իրավաչափ ճանաչես կարմիր գծերը, մյուս ամիս հավաքանու նիստն է, տարեվերջյան նիստն է, նորից պետք է ընդունեն կարմիր գծերի թանկացման հարցը, նորից լինելու ամեն տարվա վերջ այդ որոշումը։ Հիմա տեսնենք այս անգամ ով է էլի կողմ քվեարկելու։ Եթե դատարանն ասում է ոչ իրավաչափ է, ինչ եք մարդկանցից փող հավաքում։ Հազարավոր քաղաքացիներ մեզ դիմում են, ասում են 160,000-ն էլ ենք մուծում, տեղ չկա կանգնելու, ժամը 300 դրամ էլ ենք մուծում, տեղ չկա։ Հախիկ փող հավաքում։ Դուք ոչ մի բան չեք առաջարկում այս մարդկանցից, մենակ գումար եք հավաքում։ Ուրեմն 3 հարց է, 3 հարցից ոչ մեկ չեն կարողանում անեն։ Փոխշահավետ համագործակցություն, որ կարողանան ավտոկայանատեղիներ սարքեն, ընդհանուր ոչ մի բան չեն կարողանում անել, էդի հաստատ իրանք այս ամեն ինչը սարքում են նրա համար, որովհետեւ բարդ են վերջում, ասեն, «Всё, էս էլ չստացվեց»։ Այդ ամենակարևորը դա էլ չեղավ։ Հիմա ինչ եք ամեն կենտրոն համայնքում հանեք, դուք եք չէ ասում, մենք կենտրոնից պետք է հանենք պետական ապարատները, պետական աշխատողների հիմնարկները, տանեք մարզեր կամ Երևանից դուրս։ Ինչի չարեցիք։ Էդ էլ չարեցին։
Երևան քաղաքը խայտարակ վիճակը ու խցանումները չի լուծվելու, այս հարցը մնալու է այսպես կախված օդում։ Ըստ իշխանության պատճառներից ամենակարևորը թերևս դա մեքենաների առատությունն է։ Ինչպես կարելի է լուծել նախ այդ հարցը եւ նախ առաջին դուք համաձայն եք այդ մտքի հետ, որ մեքենաները շատ են, չափից դուրս շատ են։ Իրանք երեք հայտարարում են, որ հազարավոր մեքենաներ են 20 թվականից 21 թվականից հետո եկել Երևան։ Դա նրանց շնորհիվ է, այդ էլ է իրանց շնորհիվ էլի։ Հենց արեցին, ասում եմ, երեքի շեշտում են, որ Արցախից հազարավոր մեքենաներ եկել, իրանց դրական քայլերի շնորհիվ։ Հիմա մեքենաները եկել են կենտրոն։ Լավ, այդ ամբողջ մեքենաները գալիս մնում են կենտրոնում, իհարկե ոչ։ Մի ծայրամասից մյուսը գնալուց մեր Երևան քաղաքում պետք է անպայման շատ դեպքերում կենտրոն վարչական շրջանով գնաս, որը ասում ենք ձեզ ստիպված։ Բա որ ասում ենք ձեզ այդ էստակադաները սարքել, որ կենտրոնը ընդհանուրը շրջանցեն այս մարդիկ կամ կենտրոն վարչական շրջան նորից հիշեցնեմ գալիս են 90% պետական ստրուկտուրաների աշխատողները հանեք տարեք ինչի չեք տանում ասում եք աշտարակում ես իմ ինչ քաղաքներ ենք սարքել ոչ մի բան չեն կարողացի անենք լավ այս մարդկանց հիմա իրանք մոգոնել են հիմա ուզում եմ ես ձեզ ասել առաջին անգամ ձեր տաղավարում որ այս գիգանտները խելքի մտածում են որ կենտրոն վարչական շրջանում պետք է արգելեն մարդիկ իրենց սեփական մեքենաներով մուտք գործելը Իրանց սա արդեն մտածել են։ Հիմա իրանք մի քանի ժամանակ հետո այս հայտարարությունը կանեն։ Բալավ այդ մարդիկ իրենց մեքենաները որ գնել են, ինչ են անելու։ Ինչ են ուզում անեն, ասում են թող գան կենտրոն վարչական շրջան, ծայրամասերում կանգնացնեն իրենց մեքենաները, իրենց հիանալի բարեփոխված տրանսպորտով գան կենտրոն վարչական շրջան։ Կամ հեծանվով։ Չէ, լավ, ես էլ Աջափնյակի շատ մարդիկ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ են, իրենց սարքած մետրոյով գան։ Եթե իրենց սարքած մետրոն բաց է, ես համաձայն եմ իրենց մտքի հետ։ Ամբողջ Աջափնյակ շրջանի բնակիչներին խնդրում եմ, ձեր մեքենաները կանգնացրեք կենտրոն Աջափնյակի մետրով եկեք։ Խեղկատակություն են, սրանք ոչ կոմպետենտ մարդիկ են։ Տեսեք, ըստ էության տրանսպորտի հարցը եւս չլուծվեց։ Գումար հավաքագրվեց, մեքենաները ներկրվեցին, ավտոբուսները, տրոլեյբուսները, բայց հարցը ըստ էության չի կարգավորվել, որովհետեւ խցանումները նախ չեն թողնում, որ տրանսպորտը ժամանակին տեղ հասնի, մարդիկ էլի հավաքված են կանգառներում, կուտակված են, հատկապես երեկոյան ժամերին, եւ խնդիրը փաստորեն չի լուծվել։ Որն է հաջորդ քայլը, ինչ պետք է անել։ Նախ ես տրանսպորտի թանկացումներ չօգնեց այս դեպքում։ Ոչ մի բան էլ չի օգնել, ես դες ասել եմ, չէ, սրանք միայն այն փոքրիկ խմբակն է, որը շատ գումար հավաքելու մոլուցքով է տառապում։ Հիմա ես ձեր մոտից ձեր տաղավարից դուրս եմ գալու, Երևան քաղաքում գոյություն են տարբեր կանգառներ, ժամը 15:00-ից սկսած 17:00-ից վերջ։ Հերթի տակ սպասում են այս մարդիկ ոչ մի բարեփոխում էլ չկա, ես կհրապարակեմ։ Հենց այսօր կգնամ այդ կանգառում, այդ նյութը կանեմ ու կտեղադրեմ, կտենակ ինչ վիճակը ժամը 5-ից սկսած։ Տրանսպորտը թանկացրեցին, որ պիտի բարեփոխեին։ Սուտ, չկա բարեփոխում։ 250 ավտոբուս պիտի բերեին այս տարի, 3 հրամցրեցին, որ դա չի լինելու։ Մնաց մյուս տարի։ Մետրոն պետք է սարքեին Աջափնյակի, որ էլ ես տրանսպորտային բարեփոխման մեջ էր, չէ՞, դա էլ խափեցին։ Սմարտ կանգառներ պետք է լիներ, մի հատ սմարտ կանգառ ցույց տվեք ինձ, չեք կարող ցույց տալ, չկա։ Բայց այդ ամբողջ այդ փաթեթի մեջ էր, մենք թանկացնում ենք, որ սմարտ կանգառներով մարդիկ սիրուն կանգառներ ունենան հանգիստ սպասեն։ Հիմա գալիս է ձմեռային եղանակները, այ խելոքներ։ Այս մարդիկ, երևանցիները, էլի այդ կանգառներում, որտեղ ոչ տեղ կա նստելու, ոչ սպասասրահ կա, էլի այդ ձյանը սպասելու են, եկել է նույն ժամանակն է, հեսա 1 ամսից իրենց ոչ բարեփոխված տրանսպորտերը, այդ ամառային անվադողերով, էլի կհելնեն գծերի մեջ, էլի մարդիկ խայտարակ ձևով կսպասեն, իրար շալակած, ոչ մի բարեփոխում չկա։ Իսկ վերջում ինչն էր 100 դրամի տեղը 150 են հավաքում։ Վերջ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ մեր քաղաքացիները հանդուրժում են, խելոք լսում են, ինչ անեն։ Դուք անվերջ խոսում եք այս խնդիրների մասին եւ նիստերի ժամանակ, եւ դուրսը, եւ համացանցում ակտիվ եք։ Ինչու չի փոխվում որևէ բան։ Ձեզ չեն լսում, չեն ուզում գործակցել ձեզ հետ, թե ինչն է խնդիրը։ Բայց ինչի ինձ լսեն։ Այս մարդիկ մուռ են հանում։ Ես ամեն անգամ հիշեցնում եմ 23 թվականի քաղաքացիական պայմանագիրը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Երևանցիների 9%-ի ձայնն է ստացել։ Ու հիմա մուռ է հանում։ Այս տրանսպորտ նստողներից է մուռ հանում։ Հունվարի 1-ից գույքը հարկ մուծողներից է մուռ հանելու, փաստորեն 100%-ով է գույքը հարկն է թանկանում։
կարմիր գծերն է թանկացրել, բոլորից մուռ են հանում։ Երևանցիները պետք է հասկանան, որ իրանց ընտրության չմասնակցելու արդյունքում հիմա իրանք ստիպված են աճ ու ձախ շատ գումարներ մուծել անձամբ քաղաքացիական պայմանագրին, որտեղ Երևանի քաղաքապետարանում նստած չինովնիկները Երևանը դիտարկում են սեփական գրպանը լցնելու միջոց։ Կոչ հորդոր ունեք ուղղված հանրությանը կամ իշխանությանը։ Իշխանությանը ես ոչ մի կոչ ու հորդոր չեմ անում, որտեղ իրանք ոչ լսում են, ոչ էլ ցանկություն ունեն։ Իրանք իրենց մի հատ ուղի են գտել, ինչ անում ենք, այս ժողովուրդը խելոք հանդուրժում լսում է մեզ։ Սիրելի երևանցիներ ու ընդհանրապես սիրելի Հայաստանի Հանրապետության բնակչություն։ Քաղաքացիական պայմանագիրը եկել է ձեզ միայն թալանելու համար։ Այս մարդիկ միջև վերջ կռիվ են տալու, որ հանկարծ իշխանությունից չզրկվեն, որովհետև իրենք այս կարգի թալան ու այս կարգի լավ ապրելամիջոց ոչ միտեղ չէին կարողանալ գտնել։ 26 թվականի ընտրությունների մնացել է քիչ։ Ես շատ մեծ վստահություն ու հավատ ունեմ, որ 26 թվականի համապետական ընտրություններին երևանցիները իրենց ընտրության արդյունքում ցույց են տալու իրենց այդ դիրքորոշումը, թե ինչ կարգի կառավարումը իրենց այս 2-3 տարիներին ինչ կառավարման արդյունքում էր այսօր է հասել։ Եթե ամփոփենք Երևանի երթևեկության վատթարացման հիմնական պատճառը վատ կառավարման արդյունք է, անհաջող պիլոտները, թե կառավարման համակարգի ընդհանուր թերությունները, այսինքն եւ պիլոտներ անհաջող, եւ կառավարման սխալները, բոլոր իրենց նախագծերը, ինչը վերաբերում է Երևան քաղաքի խցանումների հետ, տապալված են, իսկ տապալումը եկավ նրանից, որ ոչ կոմպետենտ մարդիկ են կառավարում Երևանը։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Հիշեցնեմ, մենք խոսում էինք Երևանի հավերժական թեմաներից մեկի խցանումների մասին։ Մեր հյուրը Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն էր։ Ցտեսություն։